Այս բանին գտնվում են Հայաստանում, հետագայում 2026 թվականի երբ որ ընտրություններ լինի, կառավարության այս պահին, այս ընթացքում կառավարության կողմից առաջ ընթաց լինի եւ ձեռք մեկնում լինի, որպեսզի արցախցիներին իրենց կողմը, այսպես ասած, քաշեն, որպեսզի ընտրություններում այդ 100,000-ից ավել արցախցիների ձայնը վճռորոշ չլինի եւ Նիկոլ Փաշինյանը չհեռացվի իշխանությունից։ Նախ ես վստահ եմ, որ քաղաքական դիրքորոշումը հատկապես տուն-տեղ կորցրած անձանց շրջանում չի որոշում 50,000 դրամով կամ այն մնացած սոցիալական աջակցություններով, այդ մեկ, երկրորդ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե այս պայդրությամբ մեծ հաշվով արցախցիների ընտրական իրավունք չունի։ Ձեր տված հարցը շատ քաղաքական հարց է եւ այդ հարցը շրջանառվում է ուղղակի այս հարցը։ Համենայն դեպս իմ պատասխանը այդ հարցին հետևյալն է, որ այս հարցերը արդարացի պահանջ են պարունակում, արդարացի իրավունքի վրա են հիմնված եւ պետք է կարգավորվեն։ Ինչ մնում է 26 թվականի քաղաքական ընտրություններին, ապա իմ համոզմունքն այն է, որ մարդկանց որոշումը հիմնված չի լինելու ինչ որ փոքր սոցիալական աջակցությունների կարգավորման։ Շնորհակալ Ես մի բան եմ նկատում, չէ։ Չէ։ Եթերում ենք, այնուամենայնիվ հրավիրեցին կառավարություն, բազմամարդեր հավաք, ինչով եք բացառում։ Միանշանակ բազմամարդությունը հանրահավաքի իր ազդեցությունը ունեցել է։ Տեսեք, 23 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, այսպես ասած, գլուխ է կոփում, որ միջազգային կազմակերպություններն իրենց բարձր են գնահատում իրենց ջանքերը տեղահանվածներին, փախստականներին տեղավորելու, ասում են, տեսեք, վրաներ չկան եւ այլ, բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որ վրաներ չկան, որովհետեւ կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, որը որ շատ հաճախ իր դռները բացել եւ տեղավորել է այդ մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է։ Սա շատ կարեւոր հանգամանք է եւ դասական, այդ փախստականների դասական իրավիճակի հետ գործ չունենք։ Այո, հանրահավաքի բազմամարդությունը եկել է ասելու, որ կառավարություն քո իրականացրած քայլերը չեն ապահովում մեր իրավունքները, միտված են կամ ուղիղ կամ անուղղակի կերպով նպաստում են մեր արտագաղթին Հայաստանի Հանրապետությունից եւ դու պարտավոր ես ընդունել եւ լսել ես մարդկանց։ Եվ այս ընթացքում եղել են տարբեր ձևաչափով քննարկումներ։ Եթե հիշեք, կա նաեւ ՏԿ նախարարության կից խորհուրդ եւ քանիցս ասել ենք, որ այդ խորհրդում ներկայացված անձանց մարդիկ չեն ճանաչում, որ այդ խորհրդում չգիտենք ինչ է քննարկում։ Եթե այդ խորհուրդը ստեղծվել է որպես շղար ցույց տալու, որ ներառականություն է ապահովում, ապա չէ ապահովում այդ ներառականությունը։ Եվ հրապարակը դա եկավ փաստելու, որ մեր խոսքը ձեզ տեղ չի հասնում։ Բարի եղեք մեզ լսել եւ մեր պահանջները կատարել։ Հույս ունենք, որ այսօրվա այս հանդիպումը քննարկումներում որոշակի առարկայական բաներ կունենա։ Միշտ էլ հույս ունեմ, այսպես ասած։ Թողենք քննարկեն, իջնեն, հասկանանք, թե ինչա քննարկվել, ինչա որոշվել, հետագա անելիքները հասկանան։ Իսկ չէ կարծում, որ հենց Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ կլինի, որ արցախցիները արտագաղթեն, որովհետև եթե նա պահանջում է, ասում է, որ արցախյան շարժման էջը պետք է փակվել, հասկացած մի բան ուղղակի ասեմ, չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Մենք էլ հավաքվել ենք ու ասել ենք, որ առանց պայքարի չենք պատրաստվում արտագաղթել։ Շատ լավ։ Եթե այստեղ բացասական պատասխանողիչն են խորհրդի անդամները, ինչ քայլեր են նախատեսվում։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, որովհետև ըստ էության խորհուրդն է լիազորված այդ հարցին պատասխանելու, սպասենք թող իջնեն, հետագայում արդեն կասեն։ Ես ինձ վրա այդ պատասխանատվությունը այս բանին չեմ վերցնի, որովհետև ըստ էության դեռ որոշումներ էլ չկա, որ Հասկացա, նախ ինչ-որ մոնիտորի բան արվել է, բարձելու թե օրինակ որ ընտանիքներն են, քանի հոգու կարա վերաբերվի, թե կամ
սոցիալը ունի վստահաբար էլի, այսինքն ինչ իրավիճակ ստեղծվի այս որոշումը ապրիլի 1-ից ուժի մեջ, այսինքն մի ամսից ինչ իրավիճակ։ Սոցիալը միշտ ասում է, որ իրենց որոշումների հիմքում դրված են ինչ-որ վերլուծություններ, բայց ես մենակ այն, որ 40+10,000 ծրագիրը կառավարության որոշումը 10 անգամ ենթարկվել է փոփոխության, ժողովուրդ 10 անգամ։ Սա խոսում է այն մասին, որ դրա հիմքում համապատասխան համապարփակ վերլուծություններ դրված չեն եղել։ Եվ նույնը վերաբերում է նաև կհիշեք 100,000 աջակցության ծրագրին, նույնը վերաբերում է 50+50,000 աջակցության ծրագրին, նույնը վերաբերում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Մենք երկար խոսել ենք, որ օրինակ արցախցիների մեջ մեծ թիվ են կազմում քաղաքային կենսակերպ ունեցող անձինք եւ շատ երկար խոսելուց հետո է միայն ընդամենը մի ամիս թե երկու ամիս առաջ է որ Գյումրի, Վանաձոր քաղաքներում բարձրացվել է աջակցության թիվը։ Հնարավոր չէ են գլխից դա անել, եթե վերլուծության հիման վրա է կանում, թե այդ նոր թվերը փոխվեցին։ Ըստ այդմ ես գալիս եմ այն եզրահանգման, որ վերլուծություն չկա, կատարվում է, սպասում են ինչ-որ այսպիսի ակցիաների, պահանջների դժգոհություններ բարձրաձայնելուն, հետո ինչ-որ փոփոխ։ Սա էլ է ինչ-որ տակտիկա, ես չեմ ասում, բայց իրապես համամիտ եմ ձեր հարցի համատեքստի հետ, որ ցանկացած որոշում կա միջազգային պրակտիկա կամ փորձագետներ, ընդ որում ես շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ նաև այս հարցով աշխատող Հայաստանի հասարակական կազմակերպություններին, որովհետև ես տեղյակ եմ իրենց կողմից ներկայացված զեկույցներին, իրենց կողմից ներկայացված տեղեկանքներին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Արցախի ժողովրդի պահանջների հետ, որոնք հիմնված են մասնագիտական, փորձագիտական վերլուծության վրա, բայց կառավարությունը մինչև հիմա դա հաշվի չէր առնում։ Այդպիսին է իրավիճակը։ Սպասենք, դուք խորհուրդ